ժամեր առաջ ասել է, որ գտնվում եմ ծննդատան եւ սպասում ենք մեր 4-րդ բալիկի լույս աշխարհ գալուն, ապա հիմա արդեն մեծ ուրախությամբ ասում եմ, որ Աստծո կամոք մեր 4-րդ զավակը ծնվեց եւ հաշվի առնելով եւ կարեւորելով օրվա խորհուրդը նաեւ տվեցինք նրան Արամ անունը։ Առաջին կրակոցը։ Այսպես է սկսվում Սարդարապատի ճակատամարտը։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք Սարդարապատի հաղթանակի, մասնավորապես պատմական եւ ազգային հիշողության մասին, այն կարևոր գործոնի մասին, որը ընկած է մեր ազգային ինքնության պահպանման հիմքում։ Մինչ բուն թողարկմանը անցնելը ցանկանում եմ հիշեցնել, որ մենք եւս մասնակցում ենք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ մեր քվեաթերթիկը 14-ն է։ Յուրաքանչյուրի աջակցությունը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք թողարկումով, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Գուստավ Լեբոնը, ավելի քան 1 դար առաջ ծնված այս ֆրանսիացի սոցիոլոգ ու մարդաբանը, իր ժողովուրդների հոգեբանություն եւ զանգվածներ աշխատության մեջ ձևակերպել է այն սկզբունքները, թե ինչու են որոշ ազգեր հաջողում, իսկ մյուսները ոչ։ Նրա այս գործը դարձավ դասական, այն սիրված էր եւ շարունակում է այդպիսին մնալ շատ քաղաքական առաջնորդների համար։ Բայց երևի թե ոչ բոլորի։ Այս աշխատության հիմնական գաղափարը հենց հիշողությունն է։ 1918 թվական մայիսի 20 Երևան, ուշ երեկո։ Չկա փաստացի գործող կառավարություն, իսկ երկրի սահմանները կարծես ռուսական կայսրության փլատակների բեկորներ լինեն։ Արամ Մանուկյանը հրաշալի գիտակցում է, արտաքին աշխարհից օգնության ոչ մի հույս չկա։ Ապագա կառավարության հիմնական անդամները նստած են անվտանգ Թիֆլիսում։ Օսմանյան կայսրության բանակը արդեն մոտենում է Երևանին։ Հաշված օրեր եւ նույնիսկ ժամեր անց Հայաստանը կարող էր դադարել իր գոյությունը։ Երևանի եւ մյուս բնակավայրերի բնակիչների ճակատագիրը լինելու էր նույնը, ինչ արևմտյան Հայաստանի հայությանը՝ մահ կամ բռնի իսլամացում։ Բայց ի տարբերություն այսօրվա շատ դերակատարների, Արամ Մանուկյանը ոչ տեսաբան էր եւ ոչ էլ սահմանափակվում էր միայն վերլուծություններով։ Նա պրակտիկ գործիչ էր, ով գործում էր գետնի վրա, եւ հենց նա էր, որ Օսմանյան կայսրության ներսում կազմակերպեց 1915 թվականի հերոսական եւ հաջողված Վանի ինքնապաշտպանությունը։ 1918 թվականի մարտին, հայտնվելով օրհասական վիճակում, երբ ռազմաճակատը ճեղքված էր, իսկ թուրքական բանակն առաջ էր շարժվում դեպի Արարատյան դաշտ, Երևանի բնակչությունը, բանակն ու հայոց ազգային խորհուրդը միաձայն Մանուկյանին ընտրեցին դիկտատոր։ Մայիսի 19-ի առավոտյան, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, Մանուկյանը գեներալ Սելիկյանի հետ զրույցում վստահեցրեց, որ 2 օրում բանակը կապահովի անհրաժեշտ ամենով՝ զինվորներով, զենքով, ռազմամթերքով ու հանդերձանքով։ Արամ Մանուկյանը անմիջապես սկսեց մոբիլիզացնել բոլոր զինապարտներին, անկախ նրանց տարիքից ու սոցիալական դիրքից, եւ խստագույնս արգելեց որևէ մեկին լքել քաղաքը։ Այն ժամանակ, երբ ազգային խորհրդի նիստում քննարկվում էր Երևանը հանձնելու հնարավորությունը արդեն մոտեցող թուրքերին, Մանուկյանը կտրուկ մերժեց այդ գաղափարը, ասելով, որ բոլորդ պետք է մնաք ու մեռնեք այստեղ։ Ուշագրավ է, որ նույն կերպ վարվեց նաև Գևորգ 5-րդ կաթողիկոսը, որը հրաժարվեց լքել Սուրբ Էջմիածինը անգամ այն ժամանակ, երբ թուրքերը գտնվում էին Էջմիածնի մատույցների մոտ։ Սա այն դեպքն է, երբ թե իշխանությունը, թե բանակը եւ թե եկեղեցին միասնական գաղափարի համար պատրաստ են գնալ զոհողության, ընդհուպ զոհաբերելով ամենաթանկը, եւ այս ամենի ապացույցը այդ մարդկանց անցած ճանապարհն ու նրանց կենսագրությունն է։ Օսմանյան բանակը սկսում է լայնամասշտաբ հարձակում։ Զիհնի բեյի հրամանատարությամբ առաջապահ ջոկատը
առանց լուրջ դիմադրության առաջ է շարժում եւ մայիսի 21-ին գրավում Սարդարապատի երկաթուղային կայարանը ու համանուն գյուղը։ Մինչև Երևան մնում է ընդամենը 40 կիլոմետր։ Թվում է, թե աղետը անխուսափելի է։ Թշնամին որոշում է չապաղել եւ գիշերը հարված հասցնել հայկական ուժերի թիկունքին։ Սակայն այս ծրագիրը տապալվում է։ Թուրքական ստորաբաժանումները հանկարծակի բախվում են հայ աշխարհազորին եւ Ջհանգիր աղայի հրամանատարությամբ գործող եզդիական հեծելազորին։ Բռնկվում է կատաղի գիշերային փոխհրաձգություն։ Թուրքերը դանդաղում են, իսկ հայ հրամանատարները թանկարժեք ժամանակ են շահում իրենց ուժերը վերադասավորելու եւ հրետանին դիրքավորելու համար։ Եվ հանկարծ տեղի ունենում այն, ինչին թուլացած թուրքերը ամենևին էլ պատրաստ չէին եւ չէին սպասում։ Սկսվում է լայնամասշտաբ հակագրոհ։ Գեներալ Մովսես Սիլիկյանը տալիս է հարձակում հրամանը։ Ռազմաճակատը ղեկավարում է գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանը։ Առավոտը սկսվում է հրանոթների զարկերով։ Գնդապետ Քրիստոֆոր Արարատյանի մարտկոցներն են, որոնք անհավանական արագությամբ տեղաշարժվում են ողջ գծով, գրոհի ընթացքում կայծակնային որոշումներ ընդունելով։ Հայերին հաջողվեց լռեցնել թուրքերի հրետանին, սա այն դեպքում, երբ նրանց թնդանոթները կրկնակի շատ էր եւ հասնում էր մոտ 40 միավորի։ Անմիջապես հետո մարտի են նետվում հայկական 5-րդ եւ 6-րդ հետևակային գնդերը, հեծյալների ու կամավորների, եզդիական հեծելազորի եւ մի քանի 100 ռուս զինվորների ու սպաների աջակցությամբ, որոնք մնացել էին հայերի հետ եւ կռվում էին միասնական ճակատով։ Հայերի կատաղի հարձակումը լիովին անսպասելի էր թուրքերի համար։ Նրանք պատրաստ չէին իրավիճակի նման փոփոխության։ Չէ որ թուրքերը առանց խոչընդոտի վերցրել էին Էրզրումը, Կարսը, Ալեքսանդրապոլն ու Սարդարապատ կայարանը միայն այն պատճառով, որ հայերն անկազմակերպ էին, գրեթե դիմադրություն ցույց չէին տալիս եւ միայն նահանջում էին։ Եվ ահա հանկարծ թուրքերին անակնկալ էր սպասվում։ Եթե այս անակնկալը դրսևորվեր ոչ թե Արարատյան դաշտում Երևանի մատույցներում, այլ 2 ամիս առաջ Էրզրումում կամ Կարսում, մեր ողջ պատմությունը կարող էր ամբողջությամբ այլ ընթացք ստանալ։ Մի քանի ժամ անց թշնամու ավանգարդը ջախջախված էր։ Թողնելով ավելի քան 500 սպանված, թուրքերը լքում են Սարդարապատն ու նահանջում 15-ից 20 կիլոմետր դեպի արևմուտք։ Կայարանը նորից հայերի ձեռքում է։ Իսկ այդ ընթացքում թուրքերի մի մասին հետապնդում եւ վերացնում են։ Հարվածից ուշքի գալով թուրքերն ամրանում են Արաքսգետի ափին գտնվող մարտավարական բարձունքներում։ Սկսվում է ծանր դիրքային պատերազմ։ Թշնամին փորձում է նորից ու նորից անցնել գետը, սակայն բոլոր գրոհները հետ են մղվում Պողոս Բեկ Փիրումյանի հրամանատարության ներքո գտնվող 5-րդ հայկական գնդի կողմից։ Գևորգ 5-րդ կաթողիկոսի հրամանով 6 օր շարունակ անդադար հնչում են եկեղեցու զանգերը, ժողովրդին կոչ անելով սրբազան պատերազմի։ Խրամատներում կադրային սպաների կողքին կռվում են գյուղացիներ, արհեստավորներ ու բանաստեղծներ։ Իսկ առաջնագծում զինվորների մարտական ոգին բարձրացնում են հոգևորականները՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանն ու Զավեն arczepiskopos-ը։ Կանայք ու երեխաները գնդակների տակ ջուր, սնունդ ու փամփուշտ են հասցնում սայլերով։ Շրջափակումը ճեղքելու համար հայկական շտաբը հանդուգն գործողություն է մշակում։ Գնդապետ Կարապետ Հասան Փաշայանի հրամանատարության ներքո գտնվող հարվածային ջոկատին հանձնարարվում է գաղտնի շրջանցել թշնամու դիրքերը։ Լուսաբացին Հասան Փաշայանի ուժերը հանկարծակի հարձակվում են հենց թուրքերի ձախ թևի ու խորը թիկունքի վրա։ Հայտնվելով կրակի ակցանի մեջ, թուրք զինվորները չեն կարողանում դիմադրել։ Թալինի շրջանից լրացուցիչ պահեստազոր մարտի մեջ մտցնելու փորձը ձախողվում է։ Թուրք սպաները նահանջի հրաման են տալիս եւ բանակը վերածվում է խուճապահար փախչող ամբոխի։ Ճակատամարտի ավարտին հայերը նետվում են առաջ, հետապնդելով թշնամուն եւ փորձելով ամեն գնով ոչնչացնել նրան,
Սակայն հայկական կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկովը հրամայում է կանգ առնել։ Սարդարապատը հայ ազգի նորագույն ժամանակների կարևոր հիմքերից մեկն է։ Այն միակը չէ, բայց առանցքայիններից մեկն է։ Հետևաբար այսօր կարևոր է Սարդարապատի վերաիմաստավորումը եւ վերարժևորումը։ Խոսե Օրտեգայի Գասետը, իսպանացի անվանի փիլիսոփան ու հրապարակախոսը, իր հանրահայտ «Զանգվածների ապստամբությունը» աշխատության մեջ պնդում էր, որ ներկայի դաժան խզումը անցյալի հետ մեր դարաշրջանի գլխավոր բնորոշիչն է։ Նա պնդում էր, որ զրկվելով անմահ նահատակներից եւ պատմական արմատներից, հասարակությունը մնում է բացարձակ միայնակ եւ կորստում է կարևորագույն կողմնորոշիչները։ Իսկ Խոսե Օրտեգայի Գասետի աշխատությունում կա շատ կարևոր մի զգուշացում, որը վերաբերում է հանրային եւ քաղաքական կյանքում միջակ մարդու ներգրավվածության եւ դերի վտանգավորության մասին։ Ով է այդ միջակ մարդը, որի մասին խոսում է Խոսե Օրտեգայի Գասետը։ Միջակ մարդու գլխավոր հոգեբանական բնութագիրը այն է, որ նա ոչ բարու, ոչ էլ չարի տեսանկյունից իրեն առանձնահատուկ չափանիշներով չի չափում, այլ իրեն զգում է այնպիսին, ինչպես բոլորը, եւ ընդ որում բացարձակապես գոհ է իր ուրիշներից ոչնչով չտարբերվելուց։ Այս տեսակին բոլորովին խորթ են սեփական անձի հանդեպ պահանջները, իսկ սեփական միջակության բավարարումն էլ նրան վերածում է ամբոխի։ Մեր ժամանակների ֆենոմենը ոչ թե այն է, որ միջակ մարդը սխալվում է իր ընդունակությունների հարցում, այլ այն, որ նա համարձակորեն հռչակում է դատարկության իր իրավունքը եւ այն պարտադրում անխտիր բոլորին։ Ամբոխի ֆենոմենը հասնում է իր գագաթնակետին, երբ այս միջակ մարդը որոշում է դուրս գալ ստվերից եւ ամբողջությամբ զավթում է հանրային իշխանությունը։ Հենց այդ պատճառով էլ միջակ մարդու իշխանությունը ամենալուրջ սպառնալիքն է թե ազգի եւ թե քաղաքակրթության համար, որը նշանավորում է զանգվածների ապստամբությունը։ Այսօր, երբ մեզ մոտ պատերազմը տանուլ տված կառավարության կողմից տեղի է ունենում զվարճալի մի շքերթ, ուզում եմ խոսել իրական հերոսների մասին։ Մովսես Սիլիկյանը ծնվել է 1862 թվականի սեպտեմբերի 14-ին Վարդաշեն գյուղում։ Վարդաշեն գյուղը այսօր գտնվում է Ադրբեջանի կազմում։ Նա ազգությամբ ուդի էր։ Մեր համար բարեկամ մի ժողովուրդ, ում հետ դարեր շարունակ մենք արել ենք հարևանություն։ Սիլիկյանը փայլուն կրթություն է ստացել։ Ավարտել է Մոսկվայի առաջին զինվորական գիմնազիան, Ալեքսանդրովյան 3-րդ զինվորական ուսումնարանը եւ գերազանցությամբ սպայական հրաձգային դպրոցը։ Կայսրական բանակում ծառայության տարիներին նա պարգևատրվել է Սուրբ Գեորգիի, Սուրբ Վլադիմիրի եւ Սուրբ Ստանիսլավի շքանշաններով։ Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից հետո 1919 թվականի մայիսին Սիլիկյանը ստացել է հայկական բանակի գեներալ-լեյտենանտի կոչում եւ զբաղեցրել բարձր զինվորական պաշտոններ։ Մովսես Սիլիկյանը առանցքային դեր է խաղացել 1918 թվականի գարնանը թշնամուն ջախջախելու գործում։ Կովկասյան ռազմաճակատի փլուզման պայմաններում նա նշանակվեց Երևանյան զորախմբի հրամանատար եւ իր վրա վերցրեց հայկական կանոնավոր ստորաբաժանումների ու աշխարհազորի ընդհանուր հրամանատարությունը։ Օսմանյան զորքերի հարձակման օրհասական պահին հենց Սիլիկյանը մշակեց պաշտպանության պլանը եւ արձակեց պատմական հրամանը լայնամասշտաբ հակագրոհի մասին։ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որն այդ օրերին ծառայում էր Սիլիկյանի հրամանատարության ներքո, հետագայում հիշում էր, որ նա այն ժամանակվա հայ գեներալների մեջ ամենատաղանդավոր զորավարն էր։ 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո Մովսես Սիլիկյանը այլ բարձրաստիճան սպաների հետ միասին աքսորվեց Էրազյան, սակայն մեկ տարի անց նրան թույլ տվեցին վերադառնալ հայրենիք։ 1937 թվականին պատժիչ մանմինների հրահանգով 75-ամյա գեներալը ձերբակալվեց նացիոնալիզմի, ազգայնականության անհեթեթ մեղադրանքով։ 1937 թվականի դեկտեմբերի 10-ին Մովսես Սիլիկյանը գնդակահարվեց Երևանի Նորքի կիրճում Սարդարապատի մեկ այլ ականավոր զորավարի իր հավատարիմ ընկեր գեներալ Քրիստափոր Արարատյանի հետ միասին։
Մահապատժից առաջ երկու ծեր գեներալները հրաժարվեցին կապել աչքերը։ Քրիստոֆոր Արարատյանը պատմության մեջ մտավ որպես հանճարեղ հրետանավոր, ու մարտավարական որոշումները կոտրեցին թուրքական դիմադրության կամքը։ Արարատյանը անդադար մանևրում էր հրանոթներով, առաջնագծում ստեղծելով կրակային առավելություն վճռորոշ ուղություններում։ Մարտի թեժ պահին բորոտում էր նրա գոչը. «Հանուն Հայաստանի են կռվում, կրակեք»։ Նրա անվան հետ է կապված ճակատամարտի հերոսական եւ ամենազավեշտալի դրվագներից մեկը, երբ հայկական զորքերը հակահարձակման ընթացքում վերցնում են թուրքական հրետանային մարտկոցը, որի սպասարկող անձնակազմը բաղկացած էր թուրքերի դաշնակից գերմանացիներից, այդ ժամանակ գնդապետ Արարատյանը ձիով սլանում է դեպի թնդանոթները։ Նա սառնասրտորեն ընդունում է գերմանացի սպայի հանձնվելու զեկույցը եւ մաքուր գերմաներենով հենց այդտեղ հրամայում է թնդանոթները շրջել եւ կրակ բացել նահանջող թուրքերի վրա։ Գերմանացիները ենթարկվելով իրենց լեզվով հնչած անթերի հրամանին, սկսեցին ջախջախել իրենցից դաշնակիցներին, անգամ պատկերացում չունենալով, թե ինչ կատարվեց։ Ջահանգիր աղան եզդիական ջոկատների լեգենդար առաջնորդն էր, որոնք 1918 թվականին ամենակարևոր դերերից մեկը խաղացին Սարդարապատի ճակատամարտում։ Ջահանգիր աղան հիշողության մեջ մնաց ոչ միայն որպես ականավոր հեծելազորային ու եզդիների առաջնորդ, այլև որպես պատվի ու պատասխանատվության խոր զգացումով օժտված մարդ։ Չնայած Սարդարապատի հաղթանակում ներդրած անգնահատելի ավանդին, Ջահանգիր աղայի ճակատագիրը ողբերգական էր։ Նա մահացավ 1943 թվականին 69 տարեկան հասակում, գտնվելով Սարատովի բանտում։ 1959 թվականին նա հետմահու արդարացվեց։ Ավելի ուշ նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան վերահուղարկավորման համար։ Դանիել եւ Պողոս բեկ Փիրումյան եղբայրները, որոնք հարազատ հորեղբորորդիներ էին, դարձան Սարդարապատի ճակատամարտի արիության իսկական խորհրդանիշներ։ Դանիել բեկ Փիրումյանը նշանակվել էր գեներալ Սիլիկյանի տեղակալ եւ Սարդարապատի ջոկատի հրամանատար։ Հենց նա 1918 թվականի մայիսի 22-ին ղեկավարեց այն լայնամասշտաբ հակագրոհը, որը ջախջախեց ռազմաճակատի կենտրոնում գտնվող թուրքական առաջապահ ուժերին։ Պողոս բեկ Փիրումյանը Ղարաբաղյան 5-րդ հայկական հրաձգային գնդի հրամանատարն էր, որին անվանում էին նաև մահապարտների գունդ։ Նրա ստորաբաժանումը իր վրա վերցրեց թշնամու ամենածանր հարվածները, աննահանջ պահեց դիրքերը, թույլ չտալով թուրքերին անցնել Արաքսը եւ հսկայական ներդրում ունեցավ Յակուբ Փաշայի զորքերի վերջնական ջախջախման գործում։ Երկու եղբայրներն էլ ծնվել էին Արցախում եւ սերում էին ազնվական տոհմից։ Երկու հերոսների ճակատագրերն էլ խորհրդային իշխանության հաստատման շրջանում ողբերգական եղան։ Գեներալ Դանիել բեկ Փիրումյանը Կարսի անկման ժամանակ 1920 թվականի աշնանը գերի ընկավ թուրքերին, իսկ 1921 թվականի հունվարին թուրքերը նրան հանձնեցին 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին։ Շուտով 1921-ին կամ 1922 թվականի վերջին բոլշևիկյան ահագնացող ճնշումների պայմաններում նա հայ այլ սպաների հետ միասին գնդակահարվեց Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհին։ Նրա մարմինը հաջողվեց գաղտնի տեղափոխել եւ հուղարկավորել Էջմիածնում, Սուրբ Գայանե վանքի տարածքի գերեզմանատանը։ Գնդապետ Պողոս բեկ Փիրումյանը, որը խոշտանգումների էր ենթարկվել եւ չէր կարողացել համակերպվել իր զինակից ընկերների հանդեպ հաշվեհարդարի ու եղբոր գնդակահարության հետ, 1921 թվականի հունվարի 19-ին ինքնասպանության վերջ տվեց կյանքին։ Մենք շարունակում ենք եւ կշարունակենք մնալ հայ, քանի դեռ ունենք հիշողություն եւ չենք մերժում մեր անցյալն ու պատմական հիշողությունը։ Հիշողություն Սարդարապատի հերոսամարտի եւ Սարդարապատի հերոսների մասին, որոնց հաղթանակի հիման վրա էլ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք այսօր մենք բավարար կերպով ենք արժանին մատուցում թե Սարդարապատի եւ թե երկու արցախյան պատերազմի մեր հերոսներին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ավարտելով թողարկումը եւս մեկ անգամ հիշեցնեմ, մեր քվեաթերթիկը համար 14-ն է։ Եղեք ոգով ուժեղ եւ միշտ նոր հանդիպում։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։